Ողջույն բոլորին, հատկապես նրանց, ովքեր ունեն գոնե մեկ բացակայատամ եւ գոնե մեկ անգամ մտածել են դա վերականգնելու մասին։ Բացակայատամը վերականգնելու մի քանի տարբերակներ կան, բայց այսօր ուզում եմ խոսենք իմպլանտների եւ կամրջաձև պրոթեզների մասին, հասկանանք դրանց առավելությունները, թերությունները եւ ընդհանրապես դրանց տարբերությունները։ Իմպլանտը դա արհեստական կոնստրուկցիա է, որը տեղադրվում է մեր ծնոտոսկրի մեջ վիրահատական փոքր վիրահատական եղանակով եւ ծառայում է որպես արհեստական արմատ։ Բայց դե քանի որ մեզ միայն արմատ բավական չէ, անհրաժեշտ է նաև իմպլանտը տեղադրելուց 3-ից 6 ամիս հետո տեղադրել նաև պսակային հատվածը։ Իմպլանտը ատամի վերականգնման այն միակ մեթոդն է, որի ժամանակ հարևան ատամները չեն վնասվում, չեն հղկվում, չեն տաշվում, չեն ներվազրկվում։ Ի տարբերություն կամրջաձև պրոթեզի, որի ժամանակ մեզ անհրաժեշտ է 2 հենակետ ատամները հղկել, որի վրա ապագայում եւ պետք է տեղադրվի կամուրջը։ Իմպլանտավորման պարագայում մենք նաև չենք ունենում ոսկրային հյուսվածքի ատրոֆիա, ոսկրի չափերի նվազում։ Կամրջաձև պրոթեզի պարագայում, քանի որ մեր ոսկրը չի ծանրաբեռնվում ծամելու ժամանակ, չի փոխանցում ծամողական ուժերը ոսկրային հյուսվածքին բացակա ատամի հատվածում, այդ հատվածում ունենում ենք ոսկրի ծավալի նվազում։ Իմպլանտը դերկաատև ներդրում է ձեր առողջության մեջ։ Իհարկե, իմպլանտավորման եւ կամրջաձև պրոթեզի պարագայում կան ցուցումներ եւ հակացություններ։ Իսկ կոնկրետ որն է համապատասխանում քեզ, կարող ենք բարձել անհատական խորհրդատվության ժամանակ։ Դատության համար գրում եք իմ Facebook-յան, Instagram-յան էջերին, զանգարում եք հեռախոսահամարով կամ հերթագրվում եք on-line հերթագրման համակարգում, որը կթողնեմ մեկնաբանությունները։